Այսօր մենք կատարելու ենք կարգոմեդիի առաջադրանքը, բայց պետք է սկսել սկզբից։ Դրա համար ես առաջադրանք եմ վերցրել նաև Վսոբ Սամոյից եւ Խուճուճ Խչոյից։ Դե ինչ, գնացին կատարելու։ Ես քանի որ շատ էքստրիմի սիրահար եմ, առաջադրանքները սովորական չէին, շատ բարդ էին, բայց մենք ավելացրեցինք նաև էքստրիմ։ Նա ինչ ես անում, իմ կարգախոսը որ կա, բիժանդոտեք ձեր ուղեղը, կպում ես ու կպցնում ես 10 բիլբորդի վրա։ Հասկացաք ես, Սամ ջան, ինչպես հասկացանք, պետքա տպենք իր կարգախոսը ու տեղադրենք բիլբորդների վրա։ Ես արդեն տպագրությամբ զբաղվել եմ։ Պատրաստում ենք արդեն, որպեսզի տպենք։ AI-ով գեներացրեցինք նման պատկեր, ինչ թվում է գեղեցիկ է, անցանք տպելուն։ Պատրաստ է, գնացինք Երևան։ Այ, լավ շոք է, գնացինք կատարելու։ Դե ինչ, հիմա պետք է արդեն գտնենք վայր, որտեղ կպցնելու ենք։ Մենք այս պայդրությամբ գտնվում ենք Հաղթանակի զբոսայգում ու իսում է հենց այստեղից էլ կարող ենք սկսել։ Արի։ Քանի որ շատ շոք է, մենք որոշեցինք մի հատ պաղպաղ ուտել, հովանալ, էներգիա հավաքել, որ կարողանանք կատարել առաջադրանքները։ Առջևում է շատ դժվար օր է սպասվում։ 6-7 Ամբողջությամբ Շիրայի մա պետք է ստեղ մի ձև լվացվենք, էդ էլ է առաջադրանք, էլի ոնց։ Դե ինչ, մենք արդեն դուրս ենք գալիս Հաղթանակի զբոսայգից ու որոշեցինք մի հատ այս մեծ մուտքի մոտ կպցնենք։ Գնացինք։ Այստեղ էլ կլինի առաջին թուղթը։ Կպցնելու process-ը այդքան էլ հեշտ չի, հիմա ցույց տամ ոնց։ Հեսա մի հատ որ կպցնենք, արդեն սովորելու ենք ու սա կպցնելու ենք։ Սկիզբն է դժվարը։ Առաջին բիլբորդը կուզեի ասեի, բայց առաջին պատը կպցրեցինք։ Ահա, իսկ դուք, եթե պատահական այս կողմերով անցնելով լինեք, որտեղ որ կպցնենք, գտնեք, կարող եք նկարել ուղարկել ինձ կամ դնել story։ Եվ ես այն ռեպոստ կանեմ։ Իսկ մենք առաջին հենակետը ունենք, գնացինք առաջ։ Դեռինը հատել ունենք, ընտրում ենք լոկացիան, թե որտեղ են գնալու։ Աստիճաններով բարձրացանք ու մի անգամից նկատեցինք Սկորի մեքենա։ Աստիճաններով բարձրացանք ու միանգամից նկատեցինք բիլբորդ, որը հենց մեզ պետք էր։ Կպցնում ենք երկրորդը։ Պատկերացրեք մի քաղաք, որտեղ ես ու դուք կարող ենք անել այն, ինչ ցանկանանք։ Հենց դրա համար էլ գոյություն ունի on-line RP-ն։ Այստեղ կարող ես լինել ով ուզում ես, աշխատել, մեքենա վարել, բիզնես ունենալ, մաֆիա ստեղծել։ Ու ամենակարևորը, այս ամենը անես իմ ու քո ընկերների հետ։ Մենք մտնելու ենք խաղ ու ստեղծելու ենք մեր պատմությունը։ Ու հիշեք, խաղալով դուք աջակցում եք իմ ալիքի ապագային։ Հետագայում նաև եթե լինեն խաղարկություններ, նվերների բաշխում, միայն կմասնակցեն այն հետևորդները, որոնք ինձ հետ խաղում են on-line RP։ Սպասում ենք քեզ on-line RP-ում, մենք դեռ շատ բան ունենք անելու։ Պարզապես մտնում եք նկարագրությունների բաժին եւ անցնում եք այս լինքով։ Ընտրում եք ամենահարմար տարբերակը եւ ներբեռնում եք խաղը։ Խաղը ներբեռնելուց հետո գալիս է ամենակարևոր պահը։ Մտնելուց ընտրում եք Ֆլորիդա, համար 2 սերվերը։ Ձեր անունը դրեք այս ֆորմատով։ Ձեր անունը տակի գծիկ yellow։ Օրինակ անուն yellow։ Որպեսզի միանգամից ստանաք թույն բոնուսներ, հրավիրողի դաշտում անպայման գրեք իմ նիքը՝ Նարեկ yellow ու անում եք screenshot։ Նաև պետք է ակտիվացնել իմ պրոմոկոդը։ Սա կարող եք անել անմիջապես ակաունտը բացելիս կամ արդեն խաղի մեջ։ Բացում եք չաթը, գրում եք /mm, ընտրում եք պրոմոկոդը ու այդ բաժնում գրում եք NX։ Այսպես, դա ամենակարևորն է, էլի screenshot եք անում։ Հասնում եք 3-րդ level եւ ստանում եք լիքը բոնուսներ, Lamborghini, 150,000։ Այս screenshot-ները ուղարկում եք իմ Instagram-ին եւ միասին խաղում ենք։ Ու դուք ժամանակ առ ժամանակ ստանում եք լիքը նվերներ իրական կյանքում։ Եթե հարցեր ունենաք, գրեք նույն Instagram-ին եւ ես ձեզ կօգնեմ։ Մի բան էլ, համակարգչով խաղալու համար ձեզ պետք կգա կամ VIP կամ 3-րդ level։ Երկրորդը եւս պատրաստ է։ Գնացինք առաջ, շատ լավ ենք սկսել։ Երկու հատ արդեն դրել ենք։ Գնացինք։ Քանի որ ես շատ եմ սիրում էքստրիմ, հիմա անելու ենք մի շատ էքստրեմալ բան։ Դե պատահական տեղեր կարող ենք կպցնել։ Իսկ ինչ, եթե այս ավտոբուսի վահանակի վրա կպցնենք, արդյոք մենք կմռնենք կտանը, թե ոչ։ Ուրեմն քանի որ շատ գաղտնի պետք է անենք, հիմա ստարտակ պատրաստենք ու միանգամից կպցնենք ու փախնենք։ Շատ ռիսկային բաներ եմ անում, որ դուք շուտ հիմա մենք ուղղակի կանան բռնեն ու տանեն ոստիկանություն։ Մի հատ ուղակի պատկերացրու ալիքի դիտորդների ուղիղ
60+% բաժանորդագրված չի։ Դուք ում եք սպասում։ Ես այսքան տաճվեմ, ամեն օր փորձեմ որականը միս դուք չբաժանորդագրվեք։ Բա եղավ, անպայման հենց հիմա բաժանորդագրվեք։ Մեր մեջ ասած ասում են չեք կարող ընդամենը 10 վայրկյանում համ լայք եք, համ բաժանորդագրվեք։ Ժամանակը գնաց։ Եվ դեռ կարող եք բաժանորդագրվել իմ Instagram-ից։ Այնտեղ ես ավելի ակտիվ եմ։ Անունը այստեղ։ Ապրես շարունակիր նայել։ Առաջին էքստրիմը կատարված է։ Իսկ մենք գնում ենք հաջորդ լոկացիա։ Մեզ մնացել է մոտավորապես 6 հատ, իսկ ուր կորավային մի հատը սա շուտով կիմանաք։ Էլ ավելի էքստրեմալ բան ենք անելու։ Հուսանք մեզ չեն բռնի։ Իսկ դուք անպայման բաժանորդագրվեք 100,000-ին մոտ ենք։ Մենք գտնվում ենք մեր հաջորդ լոկացիայում եւ հենց այստեղ կպցնենք, մեզ մոտ կմնա 5 հատ։ Գնացին։ Օպա։ Արդեն սովորել եմ։ Արդեն սրա պրոֆեսիոնալն եմ դարել, կպցնելու գործ կա զանգ է, գնացինք առաջ։ Մեզ մնացել է ընդամենը 4 հատ ու պետք է գնանք խչոյի առաջադրանք անենք, իսկ հետո Կարոյին է։ Գնանք վայրեր ման գանք։ Մեզ մնաց ուղիղ 3 հատ, կամաց այս առաջադրանքը վերջացնում ենք։ Մեզ մնաց ուղիղ 1 հատ։ Ձեզ մոտ հարց է առաջանում, չէ՞, մենք 1 հատ առաջ ենք թռել։ Ուզում եմ ասել, այդ 1 հատը լինելու է, բայց վերջում ու էքստրեմա։ Վերջացեցինք, այո, առաջին առաջադրանքը կատարված է։ Իսկ ինչը վերաբերվում է այն մեկին, եկավ էքստրիմի ժամանակը։ Ուրեմն ես պատվիրել եմ տաքսի։ Հիմա ամենահետաքրքիրը այն է, որ մենք պատահական այնպես որ վարորդը չնկատի ու մենք խնդիրների մեջ չհայտնվենք, պետք է վերջին թուղթը կպցնենք տաքսիի մեջ։ Ուզում եմ ասել, որ ես տաքսիստների դեմ, տվյալ ֆիրմայի դեմ ոչ մի բան չունեմ։ Սա անում ենք հումորային ու հավես տեսանյութ ստանալու համար։ Կատարեցինք շատ էքստրեմալներ էս համար, չէ, ու հուսով եմ ձեզ դուր եկավ առաջին ենք կատարվածը, ես գտնումված տեղ ամեն էքստրեմալներ, եթե հանկարծ տաքսի պատվիրեք ու գա, շատ լավ գտնի։ Կատարեցի առաջին առաջադրանքը, իսկ վերջում ուղղակի թեժել։ Հիմա գնում ենք կատարելու խչոյի առաջադրանքը։ Ուրեմն Նարեկ ջան, քո համար ունեմ մի շատ հետաքրքիր առաջադրանք։ Պետքա beach bag-ի խաղը հաղթես, բայց մի հատ բայց կա։ Մոնիտորի կեսը պետքա փակ լինի, այսինքն դու տենալու ես մի կեսով ընդամենը։ Կարեցար, մալադեց քեզ։ Իսկ եթե չկարեցար, ամենահետաքրքիրը, պետքա 1000 անգամ, դի հաշվելով 1000 անգամ ասես խուճուճ խչո։ Քեզ տենամ։ Շատ լավ խուճուճ խչո ջան, ես քեզ հասկացա։ Մինչև ես մտածում էի ամենաբարդ առաջադրանքը դա վսով սամոյնն էր, բայց խուճուճ խչոյին է։ Էկրանը փակ ու այս խաղը, առանց հենել այս խաղը շատ դժվար է։ Մի հատ էլ էկրանը փակ։ Բա որ չկարողանամ, պետքա 1000 անգամ ասեմ խուճուճ խչո։ Դրա համար մի հատ մեզ հավաքում ենք ու անցնում ենք գործի։ Արդեն դժվար է, չեն գտնում խաղալու կնոպ կան, գնացինք։ Արդեն խաղը սկսում է, գնացինք։ Հուսամ հենց առաջին փորձից չեմ պարտվի ու գոնե top 3-ի մեջ կմտնեմ, գնացինք, չեմ կարում։ Իմ դեկնոկան ես չգիտեմ ինչ ա եղել, ես դեյովա չէ կառավարում։ Մի հատ էլ խնդիր ունենք, այստեղ ժամանակ առ ժամանակ ցած հարցականներով ինքը բոնուսներ ա տալիս ու բոլորը օգտագործում են։ Ուղղակի իմ էկրանի կեսը որ փակ է, ես չգիտեմ որ կնոպկան ա անում դա ու ոնց օգտագործում, ստիպ դրանք գնում կորում ա։ Դրանք մի ասում են ես սուպեր ուժը, ես 6-րդ տեղն եմ, որ չենք կարողանում ժողովրդել մի վարքյան, փորձում ենք հանգիստ քշել, պանիկայի չեն ենթարկվում, դեկնոկաս խնդիր ունի հաստատ։ Դրա համար եւս մի հատ բարդ բան ավելացած, նա մեկ-մեկ աշխատում է, դե, այսինքն 6-րդ տեղն ենք իհարկե, բայց ոնց որ կամանցից խաղալ ենք սովորում, իսկ մեծ խուճուճ խչան երկրորդ շանս ենք գտա։ Օպ, մի կրուգից էր ու պարտվեցի, ոյ, խչ, խնդրում եմ էլի, երկրորդ հնարավորություն տուր, ուսամ տվեցիր։ Տեսնում եք այս տղային, ով այս շոքին նկարում է իմ տեսանյութը։ Նա իմ լավ ընկերն է եւ Թոշինյան Production-ի հիմնադիրը։ Նրանք նկարում են ծնունդներ, կնունքներ, հարսանիքներ, մի խոսքով ամեն ինչ։ Եթե ցանկանում եք, ապա զանգարեք այս համարին եւ ամրագրեք։ Մեր մեջ ասած շատ էժան է։ Գնացինք սկսվեց ուսամեր երկրորդ խաղն է, ես շատ կուզեմ գոնե սա հաղթել։ Առաջ տեղով եթում ենք դզեց, խաղը սովորեց, այսքան արագ։ Ես այսքան արագ սովորեցի։ Չպարույնակ է։ Դեռ նորա սկսում ես գազայություն ենք միացնում ու արատ թեքվի, ես այդ գան կանցնել է, խպեցինք, եկել են թեքվի, երորդ տեղ, գոնե երորդ տեղով գնանք, խնդրում եմ, գոնե երորդ տեղով գնանք, ես ուղղակի օթի մեջ, ես չալին, երորդ ես,
Արա 5-րդ տեղ էլա, չէ։ Չէ։ Ոնց մի քիչ գլուխ է հա գողի։ Արի քեզ ասեմ, օպա սրան անցանք, օպա, չորրորդ, արա դե։ Էլի հելանք չորրորդ, բայց ոչ 5-րդ ենք, չէ։ Սա տեսեք ինչ եմ անել, դուք մի վարքան սպասեք, գնացինք, 1000 անգամ պետք է ասենք խուճուճ խչով։ Թե մենք պատկերացրեք 100, չէ, 200, չէ, 1000։ Դեռ մեր դիմացում ենք կարոյի առաջադրանքը։ Չնայած 1000 անգամ պետք է ասեմ խուճուճ խչով։ Եկեք գիտեք ինչ անենք։ Դուք դիտեք այս տեսանյութը, YouTube-ը հուշում է, ուղղակի այսպես մեկ անգամ սեղմեք ու դիտեք։ Այդ շորտում ես 1000 անգամ ասել եմ խուճուճ խչով։ Ես գնամ դա նկարեմ, իսկ կարոյի առաջադրանքը կանենք երկրորդ մասում, եթե այս վիդեոյի տակ հավաքեք 1000+ լայք։ Խնդրում եմ դրեք լայքերը բաժանորդագրվեք, ամբողջ օր այս տեսանյութն ենք նկարել, ես գնամ ասեմ 1000 անգամ խուճուճ խչով։ Կանտպեք մյուս կիրակի, դիտի այս վիդեոն։